Շատ թեթև խոսեցիք Լևոն Քոչարյանի վերջին ելույթի մասին, գուցե վերջինը չէր, վերջին ամենահայտնի ելույթը, որոշ շրջան հարաբերական անդորից հետո իշխանությունը նորից սկսել է շատ սուր թիրախավորել ձեր քաղաքական թիմին եւ Լևոն Քոչարյանի այդ հայտնի ելույթին հետեւած իրադարձությունները դրա վառ օրինակն են ու գրեթե օր չի անցնում, որ ԿՊԱ-ականների եւ Հայաստան խմբակցության պատգամավորների միջև սուր բանավեճեր չլինեն, որոնք հասնում են ընդհանուր ձեռնամարտի ու հայհոյանքների։ Ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այն, ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։ Միջև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել, հնարավոր է արտահերքը չէ, հնարավոր է հավանականություն ես տեսնում եմ որոշակի եւ պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվի եւ իմ գնահատականով գալիք տարին այսպես է լինել։ Հիմա մարդիկ նաև ինչ որ նարատիվներով իշխանություն են ստացել եւ այսօր արդարացման ոչինչ չունեն։ Իսկապես ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամով անի 65 միլիոն ցնդելը մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն մի երկու հոգու մեղադրանք առաջարկեն, հետո ասեն դե քանի որ համագործակցել է քնության հետ կարճը։ Ազնիվ Գործուն զղջացել են, հա, տերմինը իրենք են ընդունել այդպիսի բան չկար էլի։ Եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով, ասես լավ բան են ընդունել, ինչ ասես դրա տակ կարած դնես։ Ինչ որ քաոսան նոխազ են գտնելու, վրեն ինչ որ մի բան կապեն, մեկին կարան տանեն մի թեթև ինչ որ մի իբրև պատեշտան բան։ Փողով նստելու ինչ որ ինստիտուտ էլ է այս ամեր մոտ կարծում եմ առաջանալու, այդ կինոյի պես է որ ասում եմ բանի ժամանակ նստել է Նիկոլայ Պերուի ժամանակ, հետո Նիկոլայ Երրորդի ժամանակ, այն Աստապ Բենդերին այդ ֆիլմերը կար, չէ։ Հիմա սուրանինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն ինչ են իրենք արել եւ այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումների։ Իսկապես գիտեն ինչ են։ Չեմ կարծում որ այդ աստիճանի ապուշ չեն։ Եվ պատասխան տալու ժամանակը գալիս։ Եվ իհարկե աներու։ Ես այստեղ ամենտիաց ասած չեմ զարմանում։ Հիմա այստեղ մեկ հարց կա, նայեք։ Նաև խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող այդպիսի դրսևորումների սադրող անձիկ է։ Ես որ նայում եմ, օրինակ Ալեն Սիմոնյանը ինքը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, այլ ոչ թե խորհրդարանի տնօրենն է։ Իսկապես չի հասկացել, որովհետև իրենց պահում են, որ այդ վերևը նստում են, իրենց թվում է, թե ինքը դիրեկտոր է։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը նա է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ Ինքը այդ կոպիտ ասած այդ բլիժնի բոյի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի խոսնակ ենք ունեցել մեր խորհրդարանում, ով է իրեն այսպես պահել։ Ամեն մի ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, մեդան են ընկնում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է եւ հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի այ ուսապարկ։ Գործը տարա, դու տեղ վերես ընկել են չի համար։ Պրոբլեմը սրա մեջ է, եթե խորհրդարանի այն բանի նստած վերև նստած մարդիկ իրենք հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Պատասխանելու հարց կա, այո, պատգամավորներից յուրաքանչյուրը կարող գնա ամբիոնին, պատասխանի ելույթ ունենա եւ այլն, բայց երբ որ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է, սա նշանակում է որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, ու խոսնակ եք խորհրդարանի,